Թուրքիայի արևմտյան ափին միջերկրական ծովի խաղաղ ալիքների կողքին կառուցվում է երկրի պատմության առաջին ատոմակայանը։ Բայց Աքույու անունը միայն էներգիայի ու զարգացման մասին չէ, սա քաղաքական, ֆինանսական ու աշխարհաքաղաքական բարդ խաղ է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արևմուտքի միջև։ 2010 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց ձեռք սեղմեցին, խոստանալով համատեղ կառուցել առաջին թուրքական ատոմակայանը։ Այսօր 15 տարի անց ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, բայց Աքույուն ունի ֆինանսական խնդիրներ։ Նրա շուրջ կա քաղաքական լարում ու մեծածավալ հարցականներ։ Ռուսաստանը քննարկում է Աքույու ատոմակայանում իր բաժնեմասը վաճառելու հնարավորությունը։ Հիմա քանի որ իրավիճակը եւ հստակ է դառնում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները ընդհանրույթ են եւ միտում ունենել ավելի տրվելու, ես կարծում եմ սա քաղաքական որոշում է եւ ռուսները ցանկանում են այդ ռիսկերը նվազեցնել եւ իրենց ակցիաները հիմնավորապես մի մասը վաճառում են։ Ռուսական Ռոսատոմի դուստր ձեռնարկություն Աքույու ատոմակայանի նախագահ Անտոն Դեդուսենկոն Ստամբուլում ասել է, որ թուրք եւ արտասահմանյան մի շարք ներդրողների հետ բանակցություններ են ընթանում ատոմակայանում իրենց բաժնետոմսի մի մասը վաճառելու վերաբերյալ։ Ատոմակայանի արժեքը գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար։ Իրենք առանձնարարել, ասենք կորցրեցին բավական մեծ ներդրումներ, որոնք ժամանակին արել են, օրինակ հյուսիսային հոս կոչվող համակարգում եւ հետեւաբար այս ռիսկերը նվազեցնելու համար իրենք իրենց ակցիաները վաճառում են։ Թուրքիան հիմնականում ներմուծում է ռուսական գազի առումով, ինքը կախված է Ռուսաստանի, ոչ ամբողջովին, բայց մեծ մասամբ եւ բարձր ռուսական գազի ներմուծումը շարունակվելու։ Ինչու է Ռուսաստանը ուզում վաճառել իր բաժնեմասը ատոմակայանում, որը հենց ինքն է կառուցում միլիարդավոր դոլարների ներդրումով։ Ովքեր են ցանկանում գնել այդ բաժնեմասը եւ ինչ կապ ունի Միացյալ Նահանգների պատժամիջոցների վաղ էներգետիկ մի նախագծի հետ, որը դեռ նույնիսկ հոսանք չի մատակարարում։ Ռոսատոմը Ռուսաստանի պետական ատոմային ընկերությունը թեև պատժամիջոցների հիմնական ցուցակներում չկա, բայց նրա որոշ դուստր ձեռնարկություններ եւ ֆինանսավորման աղբյուրներ գտնվում են Միացյալ Նահանգների եւ Եվրամիության սպիտակ ցուցակներից դուրս։ Դա հստակ կերպով հենց աշխարհական իրավիճակի փոփոխությամբ է պայմանավորված այդ որոշումը վաճառել, որովհետև վերջին շրջանում հատկապես նկատվում է Թուրքիա-Եվրամիության հարաբերությունը ասեմ բարելավում։ Այն լարվածությունը, որ նախկինում կար Թուրքիայի եւ Եվրամիության միջև, չասեմ հաղթարվել է, բայց համեմատաբար լուծվել է, նույնիսկ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները միշտ լարված են եղել, հիմա անհամեմատ ավելի լավ են։ Հենց այս խնդիրների դերներով ռուսները որոշել են թուրքական խոսնակոն այդ ծրագրից դուրս գալ։ Իրենց հաշվները, այսինքն սա աշխարհակաղակական փոփոխություններ բերել է ազդել է էներգետիկ գործընթացների վրա։ Ռուսական բաժնեմասի վաճառքը ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական վերադասավորում կարող է նշանակել թե Ռուսաստանի, թե Թուրքիայի համար։ Ով կդառնա նոր բաժնետեր, նա էլ կստանա մասնաբաժին ոչ միայն էներգիայից, այլ նաև աշխարհակաղակական ազդեցությունից։ Նանե Հայրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։